Երկու շաբաթ է Վիգենն ու Լինդան միասին են, բայց մեղրամիշ չէ։ Բաքվի բանտում ավելի քան 5 տարի անցկացրած Վիգեն Էլջեքյանն առողջական բազմաթիվ խնդիրներ ունի։ Դժվար է քայլում, ծանր է լսում, երեկ էլ ճնշումը թռավ։ Երեկ Վիգենին տեղափոխեցինք հիվանդանոց, ճնշումն էր բարձրացել 210 էր։ Բժիշկները որոշեցին, որ նրան սրտի հետազոտություններ են պետք, 5 շաբթի կհետազոտեն։ نهار الخميس رح يقوموا بكل الإجراءات اللازمة لفيكان. Ամուսինների հանդիպման կադրերում հուզմունք է, ուրախություն։ Լինդան ասում է 2 մետրից ավելի է հեռանում, Վիգենը կորցնում է իրեն, անընդհատ փնտրում ձեռքը։ He check all the time my hand. Անընդհատ ստուգում է ձեռքս, ասում Լինդա, առանց քեզ։ Երկուսով Երևանյան հյուրանոցներից մեկում են։ Առավոտյան արթնանում է, Վիգենն արդեն պատուհանին շարված ծտերին է կերակրում։ I wake, I see Viken, he put bread for the birds. Արթնանում եմ, արդեն հաց է փշրում թռչունների համար, ասում է բանտում էլ ամեն օր նույնն եմ արել, հույսով, որ մի օր ես էլ նրանց պես ազատ կլինեմ։ Գերության տարիների մասին ամուսինը շատ չի պատմում, Լինդան է հարցերով ինչ որ դրվագներ կորզում։ I ask him all the time. Հարցնում եմ իրեն, անընդհատ խնդրում եմ, պատմիր, երբեմն պատմում է, երբեմն սկսում է արտասվել։ He don't answer. It's like hell. Դժոխքի պես է եղել, ոչ ոք չի կարող երևակայել, թե ինչ էր այնտեղ, ինչերի միջով են անցել։ There for Viken and the other. Բանտախցում Վիգենը մենակ է եղել, կնոջը պատմել է, ժամանակ առ ժամանակ մի քանի հայերի տեղափոխել են նույն խուց, բայց հիմնականում լռության մեջ է անցկացրել, եւ հիմա էլ ըստ Լինդայի դժվարությամբ է զրույցի բռնվում, դեռ անսովոր է։ Ազատության առաջին 5 օրերին ոչ մի վայրկյան չքնեց։ He all the time he walk, Անընդհատ քայլում էր, գնում գալիս։ go, come, go. Վիգենը բժիշկների կարիք ունի, անհանգստացած է կինը հույսով, որ ամեն ինչ տեղը կընկնի, անհանգստացնում է նաև ապագայի անորոշությունը։ Բանտում Վիգենի միակ հոգսը ազատությունն էր։ Հիմա ասում է ավելացել են հոգսերը, տուն վարձել, գործ գտնել, ընտանիք պահել։ And Viken from his young. Երիտասարդ տարիներից միշտ է ուզել Հայաստան գալ, իր հայրենիքը, ուզում էր ես էլ գամ, Սերժն ու Քրիստինը նույնպես։ He love to live here. He will go to Lebanon to see a friend and եղբայրը. Փետրվարի կեսին Վիգենի անձնագիրը պատրաստ կլինի ու երկուսով կմեկնեն Լիբանան, որդին ու դուստրը սպասում են։ Իսկ Վիգենի մայրը մահացավ, երբ որդին բանտված էր Բաքվում, տիկին Բեատրիսը մահացավ անհանգիստ։ Շատ տխուր է, լալու պես կխոցի գոր։ Սիրտը լեցված է այսինքն։ Լինդան կարծում է Լիբանան կմեկնեն 1-2 ամսով։ Այստեղ շատ սեր տեսանք, ասում է։ When I go to supermarket they come and they պատշիկ to me and Տաքսիով տեղ են գնում, վարորդը փող չի վերցնում։ Ռեստորան են գնում, հյուրասիրում են, հաճելի է, ասում է Լինդան։ Ծիծաղում Վիգենը հիմա երեխայի պես ուտելիք է ուզում։ 2 time only we go. Երկու անգամ սնունդ գնելու համար սուպերմարկետ գնացինք, ինչ տեսնում է, ասում է, վայ, սրանից քանի տարի չեմ կերել։ Food when he see food, oh this is I didn't eat, oh this is I didn't eat 5 years. Դաշնակցության ներկայացուցիչներ, քաղաքացիական պայմանագրից Հայկ Սարգսյանը ընտանիքով, Սփյուռքի գործերի հանձնակատարը, մեկը տոմս գնեց, որ Լինդան գա, մյուսը թղթերով զբաղվեց, հյուրանոցում տեղավորեց, գումար տվեց, այս պահին Վիգենն ու Լինդան ուշադրությամբ են շրջապատված։ نذهب للعشاء. Գնում ենք ընտրելու, ես ամեն ինչ տեղադրում եմ սոցցանցերում, մարդիկ կան, որ մեղադրում են նրան, թե ինչու ենք ուրախ, ինչու ենք տոնում, ամոթ ձեզ, բայց դա նորմալ չէ, Վիգենը հիմա ազատ է, կարիք ունի մեր սիրո։ عم تحتفل my wish. Ցանկությունս է, որ բոլոր գերիների ընտանիքներն էլ մեզ պես ուրախ լինեն, մենք անընդհատ հիշում ենք նրանց։ That for all. Վիգենը նույնպես հետևում է սոցցանցային մեկնաբանություններին, գրառումներին ու վերջին օրերին դրանց պատճառով շատ նյարդային վիճակում է հայտնվել։ Կինը ենթադրում է այդ պատճառով էլ հիվանդանոց է ընկել։ Վիգեն Էլջեքյանը գերեվարվել էր եռակողմ հայտարարությունից ժամեր անց, երբ նույնպես լիբանանահայ Մարալ Նաջարյանի հետ Շուշի էին գնում, պաշտոնական լրատվությանը հետևել ու այդտեղ Շուշիի գրավման մասին ոչինչ չէին գտել։ Մարալը գերությունից ազատվել էր 2021-ին։ Maral
she isn't. Մարալը մեր ընկերն է, Վիգենի ընկերն է, իմ ընկերն է, երբ նա ու Վիգենը բանտում էին Լիբանանում, մեր ընտանիքները միասին էին։ When we can in the present. Երբ Վիգենը բանտում էր, Մարալի հետ խոսել ենք ամեն օր, օգնում էր ինձ, որ բարձրաձայնեմ Վիգենի մասին։ Վատ բաներ մի գրեք, մարդկային եղեք, Վիգենը կարդում է դրանք, համացանցի աշխուժներին խնդրում է Լինդան, բարեբախտաբար հայերեն կարդալ չգիտի, բայց խոսել սովորում է։ Բարև, ինչպես եք, շատ գարոցակ էզի, բդի երտամ հոն, բիդաշխադիմ, այս այդ բաներ։